Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել Գարիկ Մուրադյանը, նախագահը ստորագրել է հրամանագիրը։ Մինչ այս ԱԱԾ սահմանապահ զորքերը ղեկավարում էր Էդգար Հունանյանը։ Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը պաշտոնավարման տարիներին շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է ՀՀԿ-ական Վարդգես Մաթևոսյանին, Հովիկ Աբրահամյանի վարորդին եւ իրեն պատկանող կենդանիների աշխարհընկերությանը։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածքը։ Աստղիկ բժշկական կենտրոնում նորածին է մահացել 27-ամյա հղի կնոջը ծննդատուն են տեղափոխել կեսգիշերն անց։ Մի քանի ժամ հետո բժիշկները հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ Հարազատները կատարվածի համար մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։ Դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։ ԱՄՆ Սենատը վերջնականապես հաստատել է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն ավարտելու մասին օրինագիծը։ Այն ուղարկվել է ներկայացուցիչների պալատի հաստատման։ Դրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը շարունակվում է արդեն 41 օր։ Սա դարձել է երկրի պատմության ընթացքում ամենաերկար շատդաունը։ Դաշնային 100 հազարավոր աշխատողներ կամ ուղարկվել են հարկադիր պարապորտի կամ չեն վճարվում իրենց աշխատանքի դիմաց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ Ալ-Շարային։ Սա Սիրիայի ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն վերջին 80 տարիների ընթացքում Սիրիայի անկախացումից ի վեր։ Թրամփը Շարային անվանել է ուժեղ առաջնորդ, հավելելով, որ ամեն ինչ կանի, որպեսզի Սիրիան հաջողություն ունենա։ Միաժամանակ հաղորդվել է, որ Դամասկոսը միանում է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիային իսլամական պետության դեմ պայքարի շրջանակում։ Նշվում է, որ պայմանավորվածությունն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունի եւ ռազմական բաղադրիչ չի նախատեսում։ Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցման հաստատել է ահաբեկիչների համար մահապատիժ սահմանող օրինագիծ, այն ներկայացրել էր կառավարության կոալիցիայի մաս կազմող հրեական ուժերի անդամ Լիմոր Սոնհար Մելեխը։ Օրինագիծը ենթադրում է մահապատժի կիրառում ցանկացած անձի նկատմամբ, որը դիտավորյալ կամ անտարբերությունից ելնելով մահ է պատճառում իսրայելի քաղաքացու, երբ այդ արարքը կատարվում է ռասիստական դրդապատճառներով կամ բնակչության որոշակի խմբի նկատմամբ ատելության պատճառով։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 11-ից 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նույնպես տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում նոյեմբերի 11-ից 3-ը սպասվում է 18-ից 20, երեկոյան ժամերին 10-ից 12 աստիճան տաքություն։